2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը եւ քննարկման արդյունքներում եւ քննարկումը ծավալվեց եւ եկավ դարձավ N ինչը կոչվում է նախկին ներկա բանավեճ Սա տեղի ունեցավ, ընդ որում տեղի ունեցավ չնախատեսված հանգամանքների բերումով։ Ես ճիշտն ասած այսքան տեսարան առաջի անգամ էր, գուցե նախկինում չեմ նկատել։ Շատ պատահական հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև դե զեկույցը ներկայացնում ես, մեկ է տեսնում ես, այն դռնից ինչ որ մարդիկ են մտնում, սենց արած, գալիս սենց ինչ որ գործողություն են անում, սենց արած էլի դուրս են գալիս, ասում եմ Էս ինչ հաշիվ է ժողովուրդ, էս ինչ հոսքա, մարդկանց էս ինչ հոսքա չեմ տեսել տենց բան, ես 6 տարի պատգամավոր եմ եղել, 8 տարի վերջը եկել եմ այսքան, գոնե չեմ նկատել, գուցե եղել այլի չեմ նկատել, բայց որ սենց ինչ որ սենց հոսքեր լինի, ասին մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։ Այս մարդիկ մեզ 8 տարի շշի են շարում, թե ինչ որ բաներ, պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են թաքուն գրանցվում գնում, որ ենթադրենք մի քանի կոպեկ կամ բան ավել ստանան եւ արդյունքում ես դա ֆիքսեցի հրապարակեցի, իրանք ստիպված էին հետո գալ եւ մասնակցել ելույթների փուլին Եվ ելույթների փուլին մասնակցելով մենք էլի եկանք, հանգեցինք նախկին ներկա բանավեճին եւ դա փաստա չնայած ես ինքս այս ամբիոնից նախկինում բազմիցս ասել եմ, որ ժողովուրդ պետքա այդ բանավեճից դուրս գամ, բայց այս բանավեճը ուրիշ մի հատ շերտ բացահայտեց գոնե ինձ համար, որը ես միջևես այդ դիտանկյունից չէի նայել, չէի նկատել, որովհետեւ այդքան որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, Բայց այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց եւ նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է։ Որովհետեւ այն որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է, այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է, նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին Հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում ուժեղ այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց բանը Քայլերթի Շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք, ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի Շտուրմանը, որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել, եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա էլ եմ ասում, 3 ցուցակը որ նայես, ուժեղ Հայաստան դաշինք, Դաշնակցություն եւ ԲՀԿ Ճշգրիտ կալոդը խառնածա, բանի բլոտի պոկերի տրամբանությամբ ու բաժանածա իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնց կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ բան անել, էլի, պատկերացնել։ Այն մեկը այնտեղ էր, ստեղից այն մեկը այնտեղ էր, հետո այնտեղ գնաց, հետո գնաց այնտեղ, հետո այնտեղ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ 2027 թվականի 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ ասում են վերջին շանսն է, դա Քոչարյան, Սարգսյան
իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի ընդգծվում ժողովուրդ ջան, այս նախկին ներկա բանավեճը հաղթահարելու կամ ավելի ճիշտ վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը, որ ու սա շատ կարևոր է, ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն մի տարբերակ այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Եվ սա ուղղակի անցող, այսինքն չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեղ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի որպես ժեղ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է, եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է թե չէ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն հələ տեսեք, երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք, ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բան նրանք ինչ ասեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին։ Ասում են մենք վստահ ենք, որ հաղթելու են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Այդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են, Ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչ է։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ավելի ու ավելի բոմժ։ Ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Ու այս process-ը շարունակվելու է։ Ու հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը։ Իրանք գալիս են այս ամբիոնից բաներ են խոսում, մեր վրա հղում անելով, բայց ժողովուրդը հետև ուրիշ բան դռնփակ ստելներ։ Բայց իրանք եկել են այս ամբիոնից խոսում են, որ մենք թոշակը չենք բարձրացրել։ Քանի հոգի վրա ասում են, չէ, թոշակը ինչ թոշակա բարձր, թոշակը չի բարձրացել։ Հայաստանի Հանրապետության քանի 600,000, թե 660,000 քաղաքացի արդեն այդ բարձրացրած թոշակը ստացել է։ Իրանք այս ամբիոնից գալիս խոսում են, ոնց կարա ասենց քաղաքական ուժ ընդհանրապես ձայն ստանա։ Իրանք գալիս են այս ամբիոնից խոսում են, որ ըստ էության առողջության ապահովագրության համակարգը, չնայած մենք հայտարարել ենք, որ ներդրված է, դա ձախողված համակարգ է։ Երեք ստեղ բաներ են խոսում, ուզում էի հասկանալ, այս մարդիկ ինչի մասին են խոսում։ Ինչի մասին են խոսում։ Այսինքն գալ ժողովրդին ասել շունուշանգյալ, ժեղ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին ներկա բանավեճ։ Փաստորեն ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում։ Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։